Դուք լիովին համոզված եք, որ գնում եք այն ճանապարհով, որ Աստված նախատեսել է ձեր կյանքի համար։ Իսկ եթե այն ամենը, ինչ դուք այժմ կառուցում եք ջանքով, ինքնազոհաբերմամբ եւ նույնիսկ աղոթքով, իրականում նուրբ շեղում է նրա սկզբնական ծրագրից։ Իսկ եթե այն դատարկությունը, որ զգում եք, այն աննկատ աճող անհանգստությունը եւ կուտակվող մերժումները հոգեվոր զգուշացումներ են։ Իսկ եթե Աստված փորձում է խոսել ձեզ հետ, բայց դուք չեք լսում նրան։ Այս տեսանյութում կիմանաք 15 ամենից շատ անտեսվող հոգևոր նշանների մասին, որոնք ցույց են տալիս, որ մարդը գնում է սխալ ուղղությամբ, անգամ անկեղծորեն հավատալով, որ ամեն ինչ ճիշտ է անում։ Եվ հատկապես ուշադրություն դարձրեք վերջին նշանին, այն կարող է վճռորոշ լինել ձեր հոգևոր կյանքի համար, որովհետև Աստված սիրելով զգուշացնում է։ Նա ազդանշաններ է ուղարկում ընկնելուց առաջ, բայց ոչ բոլորն են կարողանում տարբերել դրանք։ Եթե այս պատգամն արդեն դիպել է ձեր սրտին, մի նայեք լուր։ Մեկնաբանություններում թողեք հետևյալ արտահայտությունը. Տեր, եթե ես շեղվել եմ քո ճանապարհից, այսօր ցույց տուր ինձ։ Սա կլինի մարգարեական արարք։ Եվ եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, հենց հիմա սեղմեք բաժանորդագրվել։ Այս ալիքը ծառայություն է, եւ միանալով դուք դառնում եք այս առաքելության մաս։ Իսկ եթե ձեր սրտում զգաք ցանկություն, դարձեք ալիքի անդամ։ Այդպես կօգնեք պահպանել այս բովանդակությունը կենդանի, հասանելի եւ լույս տարածող։ Իսկ հիմա պատրաստեք ձեր հոգին։ Վերցրեք Աստվածաշունչը, մի պահ փակեք աչքերը եւ հանգիստ ասեք. Խոսիր ինձ հետ, Տեր, ես լսում եմ։ Որովհետև հնարավոր է սա վերջին զգուշացումն է մեծ շրջադարձից առաջ, եւ ձեզ պետք է հասկանալ, թե ինչ է փորձում ասել ձեզ երկինքը։ Առաջին, երբեմն ամենացավոտը ոչ թե Աստծո ոչն է, այլ նրա լռությունը։ Դուք աղոթում եք, պահք պահում, փնտրում եք եւ ոչինչ չի պատահում, ոչ ուղղություն, ոչ պատասխան, ոչ նշան։ Եվ նրանց համար, ովքեր նախկինում լսել են Աստծո ձայնը, սա իսկապես սարսափելի է։ Աստծո լռությունը պակասություն չէ, այլ ռազմավարություն։ Շատ հաճախ սա երկնքից ամենահրատապ զգուշացումն է. կանգ առա, դու առանց ինձ ես գնում։ Այդպիսի լռություն պատահական չէ, այն հայտնվում է այն պահին, երբ ճանապարհի որևէ կետում դուք շեղվել եք, թեկուզ աննշան։ Աստված իր ողորմությամբ նախընտրում է լռել, քան շարունակել տալ ցուցումներ, որոնք դուք պատրաստ չեք հետևելու։ Սա նման է հորի, ով տեսնում է, որ որդին անտեսում է իր խորհուրդները եւ սպասում է հարմար պահի, որպեսզի նա ինքը գիտակցի իր սխալը։ Բայց ամենածանրն այն է, որ երբ երկինքը լռում է, սիրտը սկսում է աղաղակել։ Հոգին ծարավ է, ոգին անհանգիստ է։ Դուք զգում եք, որ ինչ-որ բան սխալ է, թեկուզ արտաքինից ամեն ինչ նորմալ է թվում, ներսում ինչ-որ բան կոտրված է։ Հենց այդպիսի պահերին շատերն են շփոթվում, մտածելով, թե Աստված լքել է իրենց։ Բայց դա այդպես չէ։ Նա սպասում է, որ դուք ինքներդ գիտակցեք շեղումը եւ վերադառնաք։ Սա լռության հրավեր է դեպի խոր ապաշխարություն։ Աստվածաշնչում արքա Սավուղն է ապրել այդպիսի լռություն։ Բազմաթիվ անհնազանդություններից հետո եկավ պահ, երբ նա դիմեց Տիրոջը, բայց Աստված այլևս չպատասխանեց, ոչ երազներով, ոչ մարգարեներով։ Լռությունը դարձավ վերջին հնարավորությունը։ Իսկ ինչ արեց Սավուղը։ Գնաց մեդիումի մոտ, ընտրեց հոգևոր շրջանցիկ ճանապարհ, որը միայն արագացրեց իր անկումը։ Դասը պարզ է, երբ Աստված լռում է, դա այլ ձայներ փնտրելու ժամանակ չէ, դա միակ ձայնին վերադառնալու ժամանակն է։ Եթե զգում եք, որ ձեր աղոթքները կարծես պատի են բախվում, որ Աստծո ներկայությունը այլևս չի շրջապատում ձեզ այնպես, ինչպես նախկինում, մի անթեսեք այս հոգևոր ախտանիշը։ Հնարավոր է նա սպասում է ձեր փոփոխությանը։ Հնարավոր է դուք գնում եք սխալ ուղղությամբ, ունենալով լավագույն մտադրությունները, եւ նա որպես սիրող հայր իր լռությամբ ասում է. վերադարձիր որդի, դեռ ուշ չէ։ Եվ գուցե միայն գուցե հենց այս տեսանյութը լինի այն ձայնը, որ կպարակտի երկնքի լռությունը, որովհետև Աստված միշտ գտնում է ձեր սիրտին հասնելու ճանապարհ, նույնիսկ երբ լռում է։ Երկրորդ, խաղաղության անհետացումն առանց բացատրության։ Երբև ապրել եք այնպիսի պահ, երբ արտաքինից ամեն ինչ կարծես լավ է, բայց հոգին կարծես լուր կործանվում է, կարծես խաղաղությունը հավաքել է իր ուղեբեռն ու հեռացել է, առանց նամակ թողնելու։ Սա ավելի հաճախ է պատահում, քան թվում է, եւ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել։ Երբ խաղաղությունը անհետանում է, նշանակում է ինչ-որ հոգևոր բան դուրս է եկել հավասարակշռությունից։ Աստված օգտագործում է այդ խաղաղության բացակայությունը որպես աստվածային ազդանշան։ Մենք շեղվել ենք ճիշտ ճանապարհից։ Աստծո խաղաղությունը նման է անտեսանելի ազդանշանային համակարգի։ Երբ մենք շարժվում ենք նրա նախատեսածով, նույնիսկ պայքարի մեջ սիրտը խաղաղ է, բայց հենց շեղվենք, այդ խաղաղությունը կոտրվում է ինչպես փխրուն ապակի, առանց նախազգուշացման։ Սա ոչ պարզապես անհանգստություն է, ոչ հոգնածություն, այլ հոգու աղաղակ։
դու գնում ես այնտեղ, որտեղ Աստված չկա։ Կարևոր է հասկանալ, Աստծո խաղաղությունը կախված չէ արտաքին հանգամանքներից, այն կապված է նրա ներկայության հետ։ Երբ ներկայությունը սկսում է հեռանալ, ոչ թե որովհետև նա մեզ լքեց, այլ որովհետև մենք առաջ գնացինք առանց նրա, սիրտը անհանգստանում է։ Հովնանը վառօրինակ է, նա քնում էր նավի վրա արտաքինից հանգիստ, բայց ներսում հոգին փոթորիկ էր։ Նա գիտեր, որ փախչում է Աստծուց, բայց փորձում էր պահպանել նորմայի պատրանքը։ Եթե քո խաղաղությունը անհետացել է, մի անտեսիր, մի սովորիր ներքին քաոսին։ Հնարավոր է Աստված փորձում է կանգնեցնել քեզ այս ախտանիշով, քանի որ նրա խաղաղությունը հոգևոր դատավոր է, որ ցույց է տալիս մենք անվտանգ տարածքում ենք, թե արդեն հատել ենք սահմանը։ Երբ խաղաղությունը վերադառնում է, երբ սիրտը որոշում է վերադառնալ Աստծո կամքի կենտրոնը, ճանապարհը երբեք փակ չէ։ Պետք է միայն համարձակություն, կանգ առնել եւ լսել։ Երրորդ, անհարմարություն այնտեղ, որտեղ նախկինում անվտանգություն կար։ Երբեմն դուք գտնվում եք հենց այնտեղ, որտեղ միշտ երազել եք, երազանքի աշխատանք, հարաբերություններ, որոնց համար աղոթել եք, տեղ, որտեղ ամեն ինչ պետք է ստացվեր, բայց հանկարծ ինչ-որ բան սկսում է անհանգստացնել։ Այն մթնոլորտը, որ նախկինում հարմարավետ էր, դառնում է նեղ։ Այնինչ անվտանգություն էր տալիս, հիմա անհանգստություն է առաջացնում։ Կարծես աշխարհը չի փոխվել, բայց դուք եք փոխվել ներսից։ Այս անհարմարությունը ոչ պարզապես բնական զգացում է, այլ հոգևոր բան։ Երբ Աստված ուզում է դուրս բերել քեզ որոշակի տեղից, նախ նա վերցնում է քո խաղաղությունը այդտեղ։ Աբրահամի օրինակը։ Աստված ասաց. «Դուրս գնա քո երկրից, քո ազգից եւ հոր տանից, դեպի այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ»։ Դա կանչ էր անհայտի, գոտի հարմարավետությունից դուրս գալու։ Եթե զգում ես, որ նախկինում իմաստ ունեցողը հիմա խեղդում է քեզ, ուշադրություն դարձրու։ Հնարավոր է դու կարճում ես այնտեղից, որտեղ Աստծո ամբն արդեն գնացել է։ Չորրորդ, կրկնվող խոչընդոտներ, որոնք նման են սաբոտաժի։ Դուք բախվում եք նույն պատին կրկին ու կրկին, որքան էլ փորձեք, պլանավորեք, աղոթեք, ոչինչ չի շարժվում։ Այս կրկնվող ցիկլը կարող է լինել ոչ պատահականություն, այլ ուղում։ Աստված շատ անգամ փակում է ճանապարհները, որոնք բաց լինեին, կտանեին անդունդ։ Իսրայելը 40 տարի շրջեց անապատում, շրջաններով, որովհետև համառորեն գնում էր ոչ Աստծո ուղղությամբ։ Այս արգելափակումները սիրո պատնեշներ են։ Աստված ավելի լավ է տեսնում քեզ կանգնած, քան կործանված։ 5. Զգացում, որ հեռու ես տնից, նույնիսկ մարդկանց եւ ձեռքբերումների մեջ։ Դուք շրջապատված եք մարդկանցով, հաջողություն ունեք, բայց ներսում դատարկություն։ Սա հոգու ներքին կողմնացույցի ազդանշանն է։ Բլուտնի որդու առակը, նա հեռու երկրում էր, բայց հոգին տենչում էր տուն։ 6. Դռներ, որոնք փակվում են մեկը մյուսի հետևից։ Երբեմն դա ոչ թե թշնամու գործ է, այլ Աստծո պաշտպանություն։ Պողոսը ուզում էր գնալ Ասիա, բայց Սուրբ Հոգին չթույլատրեց։ Գործք 16։ 7. Հոգևոր անհանգստություն, որ չի անցնում։ Դուք աղոթում եք, բայց ներսում անդադար անհանգստություն։ Սա Սուրբ Հոգու ձայնն է, կարգավորիր ուղղությունը։ 8. Անսպասելի մարդիկ, որոնք ասում են հենց այն, ինչ պետք է լսես։ Բալաամին կանգնեցրեց էշը, Աստված խոսում է այնպես, ինչպես ուզում է։ 9. Կրկնվող սխալների անվերջ ցիկլ։ Ինչպես Իսրայելը շրջում էր լեռան շուրջը, ցիկլը կոտրվում է միայն ներքին փոփոխությամբ։ 10. Երբ հաջողությունն ու օրհնությունները ծանրաբեռնում են ավելի, քան ուրախացնում։ Լաոդիկեցիների եկեղեցին հարուստ էր, բայց Հիսուսի աչքերով ողորմելի։ Հայտնություն 3:17։ 11. Ներքին դատարկություն արտաքին առատության մեջ։ Սոլոմոնը գրեց. «Սույն, սույն, ամեն ինչ սույն», Ժողովող 1։ 12. Զգացում, որ ապրում ես ուրիշի կյանքով։ Կարծես ֆիլմի երկրորդ պլանի հերոս ես, ոչ թե գլխավոր։ 13. Հոգևոր պտուղների բացակայություն։ Դուք շարժվում եք, բայց պտուղ չկա։ Հիսուսն ասաց. «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրում են եւ կրակն են նետում»։ Մատթեոս 7:19։ 14. Ներքին պայքար հնազանդության եւ անձնական ցանկությունների միջև։ 15. Վերջին հնարավորությունը, որը թաքնված է պատահականության տակ։ Աստված երկայնամիտ է, համբերատար եւ լի սիրով, բայց գալիս է պահ, երբ երկինքը որոշում է տալ վերջին զգուշացումը, եւ հաճախ այդ վերջին հնարավորությունը գալիս է ոչ թե մեծ տեսիլքներով, այլ թաքնված պատահականության տակ։ Տեսանյութ, որը գրեթե չէիք դիտելու, պատահական արտահայտություն, որ խոցեց ձեր սիրտը, վթար, որից հրաշքով խոսափեցիք վայրկյանի ընթացքում։ Շատերն անտեսում են այս փոքր մեծ նշանները, մտածելով, թե դա բախտ է, պատահականություն, ճակատագիր, բայց հոգևոր զգայունություն ունեցողների համար պարզ է, սա Աստված է ինձ կանչում հետ գալու։ Որովհետև Աստծո սերը այնքան մեծ է, որ նա օգտագործում է ցանկացած միջոց, կանխելու մեր ընկնելը, նույնիսկ այն, ինչ թվում է աննշան։ Աստվածաշնչում դա ցույց է տրված անպտուղ թզենու առակով։ Ղուկաս 13:6-9։
Տերը ուզում էր կտրել այն ծառը, որ պտուղ չէր տալիս, բայց այգեպանը խնդրեց. «Տեր, թողիր այն ևս 1 տարի, գուցե պտուղ տա»։ Այդ թզենին ապրում էր իր վերջին տարին, թաքնված, հանգիստ, լի շնորհով, բայց սահմանափակ ժամկետով։ Հնարավոր է դուք էլ առանց իմանալու հենց հիմա ձեր վերջին հոգևոր տարում եք։ Հնարավոր է այս տեսանյութը, այս պատգամը, այս պահը ձեր կյանքի վերջին հնարավորությունն է ծաղկելու համար։ Եվ եթե անտեսեք այս կանչը, դա կարող է ոչ միայն հետաձգել ձեր նախատեսվածը, այլև վտանգի տակ դնել այն ամենը, ինչ Աստված մտադիր էր ձեզ համար։ Աստված միշտ զգուշացնում է ընկնելուց առաջ, միշտ, բայց վերջին զգուշացումը հաճախ գալիս է այնքան հանգիստ, որ միայն ուշադիրները, միայն նրանք, ովքեր իսկապես ուզում են լսել, կարողանում են ճանաչել այն։ Խորապես շնորհակալ եմ, որ դուք այս ճանապարհի մասն եք դարձել։ Իմացեք, որ յուրաքանչյուր բառ այստեղ ասված է աղոթքով եւ նվիրումով, որպեսզի դուք ստանաք հենց այն, ինչ Աստված ուզում էր այսօր փոխանցել ձեզ։ Եվ հիմա մի կանգնեցրեք այս շարժումը։ Հրավիրում եմ ձեզ դիտել հաջորդ տեսանյութը, որ ես պատրաստել եմ մեծ սիրով ձեզ համար։ Համոզված եմ, Աստված դեռ շատ բան ունի բացելու ձեր սրտի առջև։ Մի մոռացեք նաև բաժանորդագրվել ալիքին եւ միացնել ծանուցումները, որպեսզի չկորցնեք նոր պատգամները։ Ամեն օր մենք այստեղ ենք կառուցելով հարմարավետ վայր մխիթարման, խոսքի եւ փոխակերպման համար։ Միասին մենք դառնում ենք Աստծո ձեռքերում գործիք ել ավելի շատ կյանքեր փոխելու համար։ Թող Տերը օրհնի ձեր տունը, ձեր սիրտը եւ ձեր ճանապարհները։ Եվ հիշեք, եթե այսօր Աստված խոսել է ձեզ հետ, նշանակում է նա դեր ունի մեծ խոստումներ, որոնք կկատարի ձեր կյանքում։ Սպասում եմ ձեզ հաջորդ տեսանյութում։ Խաղաղություն ձեզ Քրիստոսով։ Ամեն։